Սաղմոս 25-րդ Առաջնորդության և ապահովության աղոթք։ Ով Տեր, դեպ քեզ եմ բարձրացնում իմ անձը, Աստված իմ քեզ հուսացի թող չամանչեմ, թող իմ թշնամիները չուրախանան ինձ վրա։ Բոլոր քեզ սպասողները թող չամանչեն, այլ պիտի ամանչեն զուր տեղը անօրենություն գործողները։ Ցույց տուր ինձ ով Տեր քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ուղիները։ Առաջնորդիր ինձ քո ճշմարտության մեջ և սովորեցրու ինձ, որ դու ես իմ Աստվածը։ Քեզ եմ սպասել ամեն օր։ Հիշիր ով Տեր քո գթությունն ու ողորմությունը, որովհետև դրանք հավիտենական են։ Մի հիշիր իմ անկության մեղքերը և իմ հանցանքները, այլ հիշիր ինձ քո ողորմությամբ ըստ քո բարության ով Տեր։ Բարի և ուղիղ է Տերը, դրա համար էլ մեղավորներին սովորեցնում է ճանապարհը։ Հեզերին նա առաջնորդում է իրավունքի մեջ և իր ճանապարհը սովորեցնում է հեզերին։ Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմություն են և ճշմարտություն նրա ուխտն ու պատվիրանը պահողների համար։ Ով Տեր, քո հանվան համար քավիր իմ անօրենությունը, որ շատ է։ Ով է այն մարդը, որ վախենում է Տիրոջից, նա նրան պիտի սովորեցնի այն ճանապարհը, որ ընտրելու է։ Նրա անձը պիտի բնակվի բարության մեջ և նրա սերունդը պիտի ժառանգի երկիրը։ Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որոնք վախենում են նրանից և իր ուխտը սովորեցնում է նրանց։ Իմ աչքերը միշտ Տիրոջն են նայում, որովհետև նա պիտի իմ ոտքերը հանի որոգայթից։ Նայիր ինձ և ողորմիր ինձ, քանզի մենակ և տառապյալ եմ ես։ Սրտիս նեղությունները շատ են, հանիր ինձ իմ վշտերից։ Տես իմ տառապանքն ու իմ ցավը և ներիր իմ բոլոր մեղքերը։ Նայիր իմ թշնամիներին որքան շատ են և բուռն ատելությամբ ատում են ինձ։ Պահիր իմ անձը և փրկիր ինձ, թող որ չամանչեմ, որովհետև քեզ եմ ապավինել։ Թող անարատությունը և ուղղամտությունը պահեն ինձ, որովհետև քեզ եմ սպասում։ Ով Աստված, փրկիր Իսրայելին,